Այս սերիալը նկարահանվել է աստվածաշնչյան պատմությունների և Հիսուս Քրիստոսի կյանքի հիման վրա։ Որոշ հերոսներ և իրադարձություններ ստեղծվել են դրամատիկական էֆեկտ ստանալու համար։ Հիսուս Գաբրիել, Աստծո խոսքերը կատարվեցին, որոնք ասվել էին մարգարեի միջոցով. Ես կանչեցի իմ որդուն Եգիպտոսից։ ժամանակն է եկել։ Մանկանը փնտրողները մեռել են։ Վեր կաց, վերցրու երեխային և մորը և վերադարձիր Իսրայել։ Ամեն բան լավ է։ Եկել է ժամանակը, որպեսզի տուն վերադառնանք։ Մի քանի օր անց Ինչ է կատարվում։ Ես չգիտեմ, թե ինչ ճանապարհով պետք է գնանք։ Ես վստահ չեմ, որ Հրեաստանում ապահով է։ Հիմա ինչ ենք անելու։ Ուր ենք գնալու։ Հովսեփ, նրան տարբնակվելու Նազարեթ կոչվող քաղաքում, որպեսզի իրականանա մարգարեի միջոցով ասվածը, թե Նազովրեցի է կոչվելու։ Վերադառնում ենք Նազարեթ։ Փառք Աստծուն։ Մենք գնում ենք տուն։ Մի քանի օր անց
Մարիա։ Մարիա։ Մարիամ աղջիկս։ Իմ աղջիկ։ Փառք Աստծուն։ Իմ թոռներն են։ Նրանք որքան գեղեցիկ են։ Նա Հակոբն է։ Սա Հովսեփն է, ինչպես իր հայրը։ Իսկ նա Այս փոքրիկը կարող է լինել միայն Հիսուսը։ բարի օր։ Աղջիկս։ Երեխան։ Նրանք չկարողացան երեխային պաշտպանել։ Ոչ։ Ես ցավում եմ, քույրիմ։ Ես տեսնում եմ Մեսիան ողջ է։ Այո, Դու այլ երեխաներ էլ ունես։ Քեզ օրհնել է Աստված։ քույրիմ։ Ինձ հարկավոր չէ քո ողորմությունը։ Արդեն 4 տարի է անցել։ Ես լավ եմ։ Զեբեդեոսի գործերը Կապերնաումում լավ են ընթանում։ Եվ ես երեխայի եմ սպասում։ Աստծո թագավորություն եկեղեցու նկարահանած բրազիլական ապոկալիպսիս սերիալը հայերեն թարգմանությամբ։ Սերիալը նկարահանվել է Աստվածաշնչյան հայտնություն գրքի մոտիվներով։ Սերիալը կարող եք դիտել ամեն չորեքշաբթի ժամը 21:00-ին Ավետարանական Աստծո թագավորություն եկեղեցու YouTube-յան պաշտոնական ալիքում։ Սերիալը թարգմանվել է եկեղեցու երիտասարդների նախաձեռնությամբ։
Ես չեմ կարող բացառել դա Հովսեփ։ Երեխայի կորուստը շատ ծանր էր մեզ համար։ Միայն այս նոր հղիության ժամանակ Սուլան սկսեց նորից վերականգնվել։ Ես չեմ էլ կարող պատկերացնել, թե որքան ցավոտ է եղել ձեզ համար, Զեբեդեոս։ Չնայած այս ամենին, ես շատ ուրախ եմ, որ ձեզ տեսնում եմ։ Նրանք իրար ավելի լավ են հասկանում, քան հարազատ եղբայրները։ Եթե դա այդպես լիներ, մենք իրար հետ լեզու կգտնեինք։ Սուլա, խնդրում եմ։ Այս տանը կատակել էլ չի կարելի։ Կարելի է, եթե կատակը ծիծաղելի է։ Մենք օրհնված ենք։ Հավատս չի գալիս, որ մենք միասին ենք։ Դրա համար էլ մի վիճեք։ Դուք ինձ հասկացաք։ Դա Մարիամից է կախված։ Ինչքան է, ես քեզ կարոտել, քույրիկ։ Նրանց տեսել են ճանապարհին 3 երեխաների հետ։ Չեմ կարողանում հավատալ, որ Հովսեփն ու Մարիամը վերադարձել են։ Ինչ ասեցիր, Ասիսա։ Ես լսել եմ, որ Մարիամը 3 երեխաների հետ եւ հիմար Հովսեփը վերադարձել են։ Երևի 3 երեխաները տարբեր հայրերից են։ Հիմա դու այնպիսի տեսք ունես, ինչպիսին որ արժանի ես։ Ինչպես խոզը։ Խեղճեր։ Ճանապարհը նրանց ուժասպառ է արել։ Երբ այսպես քնած են լինում, կարծես հրեշտակ լինեն, չնայած չարաճճի են, բայց Հիսուսը ամենևին այդպիսինը չէ, նա տարբերվում է, ամեն տեղ ինձ ուղեկցում է։ Ինչպես տեսնում եմ, սիրելի ունես։ Ինչպես որ մեր տանը։ Մարիամ, մենք ավելի լավ է իրար հետ չապրենք։ Ես չեմ ցանկանում նորից իմ ընտանիքը վտանգի տակ դնել։ Դուք կապրեք այստեղ, իսկ մենք կապրենք Կապեռնաումում։ Ես շատ եմ ցավում, քույրիկ։ Դու շատ ես տառապել։ Դա դաժանություն էր։ Մեծ ողբերգություն։ Ես արդեն գնամ։ Պետք է երեխայիս համար հագուստ կարեմ։ Սուլան ինձ երբեք չի ների։ Նրան ժամանակ տուր։ Խոսենք ավելի հաճելի թեմաներից։ Դու չիմացար, թե քո ընկերուհի Մարիամը ինչ արեց Ալփեոսի հետ։ Ինչ է արել։ Նա ասել է, որ կամուսնանա նրա հետ միայն այն ժամանակ, երբ որ դու վերադառնաս, պատկերացնում ես։ Չեմ կարողանում հավատալ։ Մարիամ։ Մարիամ, այնպես էի քեզ կարոտել։ Ես նույնպես։ Միայն թե չասես։ Իմ փոքրիկ թագավորը եւ նրա եղբայրները։ Նրանց չարտնացնենք։
կարծում եմ նրանք կքնեն մինչև վաղը։ Հուսով եմ, նրանք չեն արթնանա արևածագին։ Աղջիկս, ես ուրախ եմ, որ այս տունը նորից լցվեց։ Ես այնքան էի կարոտել քեզ, աղջիկս։ Ես նույնպես։ Ինձ այնքան չէր հերիքում քո գրկախառնությունները։ Ես այստեղ եմ, աղջիկս։ Հիմա ամեն բան լավ կլինի։ Նրանք այնքան արագ են մեծացել, չեմ հավատում։ Ես գիտեմ, որ Հիսուսը Մեսիան է։ Բայց երբ նայում եմ նրան, տեսնում եմ միայն իմ որդուն։ Այսքան փոքր, բայց այնքան մեծ առաքելությամբ։ Նրա հետ Աստվածն է, աղջիկս։ Շուտով շաբաթ է։ Վառենք լամպը։ Ես կգնամ կրակի ետևից։ Արդեն մտնել է։ Մարիամը գնացել է կրակի ետևից։ Օրհնյալ է Աստված։ Նա նորից միավորեց մեր ընտանիքը, որ նշենք շաբաթը։ Թող նրա սերն ու պաշտպանությունը երբեք չլքեն այս տունը, և թող նրա շնորհը մեծանա։ Ամեն։ Ամեն։ Հեսեի արմատից գավազան պիտի ինձ յուղվի։ Ծաղիկ պիտի բուսնի այդ արմատից։ Նրա վրա պիտի իջնի Աստծո հոգին, իմաստության և խոհեմության հոգին, խորհրդի ու զորության հոգին, գիտության և աստվածապաշտության հոգին։ Աստծո երկյուղով պիտի լցվի և ուրախությամբ կկատարի նրա կամքը։ Հայրիկ, Ոչ ըստ երևացածի պիտի դատինա, և ոչ էլ ըստ խոսքերի հանդիմանի։ Քսանվեց տարի անց։
Աստված կուղարկի նրան, ով կպատրաստի Մեսիայի ճանապարհը։ Ինքն էլ Եղիայի հոգով ու զորությամբ նրա առաջից պիտի գնա, հայրերին ու որդիներին կհաշտեցնի, արդարների իմաստությունը անհնազանդներին ընդունելի կդարձնի, որպիսի Տիրոջն ընդունելու պատրաստ ժողովուրդ կազմի։ Նա անապատում կանչող ձայնն է, նրա անունն է Հովանես։